Բարև ձեզ Armen Press podcast-ի հարգելի հետևորդներ, այսօր անդրադառնալու ենք հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, դրանց լուծումներին եւ ոլորտում պետական աջակցության ծրագրերին։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Անդրադառնանք նախ այն հարցին, թե ինչպես է սահմանվում հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը, ինչ ընթացակարգով, որտեղ նրանք պետք է դիմեն եւ ինչ փաստաթղթեր ներկայացնեն։ Հաշմանդամության գնահատման համար առաջին հերթին քաղաքացին պետք է դիմի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն, պոլիկլինիկա կամ ստացիոնար, երկուսն էլ իրավունք ունեն ուղեգրելու։ Եվ բուժող բժիշկը կամ ուղեգրող բժիշկն է որոշում տվյալ դեպքում ուղեգրել անձին հաշմանդամության, թե ոչ, այսինքն միշտ չէ, որ մարդիկ կարող են դիմել եւ ուղեգրվել։ Ուղեգրող բժիշկը պետք է գնահատի հաշմանդամության հիմքերը կան թե ոչ, եւ եթե կան այդ հիմքերը, էլեկտրոնային ուղեգիր է ձևավորվում Արմեդ առողջապահության էլեկտրոնային համակարգում։ Քաղաքացին կարող է փաստաթղթեր չներկայացնել, եթե այդ ինֆորմացիան Արմեդ համակարգում առկա է։ Բայց եթե դրանք չկան ինչ-ինչ պատճառներով, ապա իր բժշկական փաստաթղթերն է ներկայացնում պոլիկլինիկա կամ ստացիոնար։ Ուղեգրի արկայությունից հետո, երբ ուղեգրող կազմակերպությունը որոշում է ձևավորել, ապա քաղաքացին on-line դիմում է ներկայացնում e-disability համակարգով եւ այլևս որևէ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա։ Այդ բոլոր փաստաթղթերը առցանց ստացվում են Արմեդ համակարգից եւ մնացած շատ տեղեկություններ ստացվում են տարբեր էլեկտրոնային համակարգերից, սրանով հենց նոր համակարգը, որը կոչվում է ֆունկցիոնալության գնահատման համակարգ, հեշտացրել է քաղաքացու գործը փաստաթղթեր ներկայացնելու առումով։ Այդ ամբողջ տեղեկատվությունը ստացվում է առցանց։ Իսկ ուղեգրումը բժիշկը կատարում է հիվանդությունը բուժելու սկզբից ոչ շուտ, քան 3 ամիս անց։ Բայց կան դեպքեր, որոնց դեպքում մինչև 3 ամիս սպասելը կարող են ուղեգրել։ Այդ դեպքերը հստակ սահմանված են կառավարության որոշմամբ, դա 2022 թվականի 1180 որոշումն է։ Հստակ դեպքեր կան, թե որ դեպքում մինչև 3 ամսյա ժամկետը կարող են ուղեգրել։ Դրանք վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդություններն են, որոնց դեպքում անմիջապես է ուղեգրվում անձը հաշմանդամության գնահատման։ Իսկ ինչ փաստաթղթեր պետք է ունենան ձեռքի տակ, բացի բժշկական փաստաթղթերից, անձնագիր, ծննդյան վկայական եւ այլն։ Այդ բոլոր տվյալները ստացվում են առցանց տարբեր համակարգերից, բնակչության պետական ռեգիստրից, ՔԿԱԳ համակարգից եւ այլն։ Ինքնաշխատ կերպով, այո, երբ անձը դիմումը լրացնելու պահին իր անձը հաստատող փաստաթղթի համարն է հավաքում, ՀՑՀ եւ այլն, եւ ամբողջ տվյալները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգերից։ Դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային համակարգը որոշ գործընթացներ անցնելուց հետո ինքնաշխատ ձևավորում է գնահատման օր, վայր եւ ժամ, որի մասին ծանուցում է գնում շահառուին քաղաքացուն ներկայանալու համար։ Բայց որպեսզի մենք ապահովագրվենք եւ քաղաքացին պատշաճ իրազեկ լինի, մեր միասնական սոցիալական ծառայության աշխատողները ամեն դեպքում հեռախոսով եւս զգուշացնում են, տեղեկացնում են գնահատման օրվա ժամի մասին։ Եվ քաղաքացին ներկայանում է այդ օր այդ վայրում, գնահատվում է հանձնաժողովի կողմից եւ այդ որոշումը առցանց եւս հասանելի է անձին։ Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը որքանով է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցմանը։ Այո, ֆունկցիոնալության գնահատման համակարգը հիմնված է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա եւ մի քանի գործոններ կան, որոնք նպաստեցին ծառայությունների մատուցման այս արդյունքների լավացմանը։ Առաջինը մենք ֆունկցիոնալության գնահատման համակարգով ներդրեցինք գնահատող բազմամասնագիտական թիմ։ Նախկինում հանձնաժողովներում միայն բժիշկներ էին, բժիշկ մասնագետներ։ Ներկայիս հանձնաժողովներում ընդգրկված են բժիշկներ ըստ մասնագիտացումների
եւ հարաբժշկական ծառայություն մատուցող մասնագետներ, այսինքն լոգոպեդներ, հոգեբաններ, էրգոթերապիստներ, ֆիզիոթերապիստներ եւ այլն։ Եվ այս բազմամասնագիտական թիմը ոչ միայն գնահատում է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը, այլև համատեղ ուժերով գնահատում են անձի կարիքը եւ որոշում թե ինչ ծառայությունների կարիք ունի անձը։ Սա մի առավելություն, որ բազմամասնագիտական թիմն է գնահատում։ Երկրորդը գնահատման այդ արդյունքները ամփոփվում են այսպես կոչված ծառայությունների անհատական ծրագրում, որը եւս տրվում է քաղաքացուն, գնահատված անձին։ Այդ ծրագրում նշվում են բոլոր այն ծառայությունները, որի կարիքը մարդը ունի։ Այստեղ եւս մի առավելություն կա, այդ ծառայությունները նշվում են անկախ նրանից դա պետական աջակցությամբ է տրվում, այսինքն քաղաքացին կարող է անվճար դա ստանալ, թե ոչ։ Այս առումով որպես քաղաքականություն մշակող մեզ համար է սա շատ կարևոր, որովհետև մենք այդ հավաքագրված տեղեկատվության հիման վրա կարողանում ենք այն ծառայությունները, որոնք անվճար չեն տրամադրվում, բերել պետական աջակցության դաշտ եւ նմանատիպ բազմաթիվ մենք ծառայություններ, որոնք հավաքագրվեցին ֆունկցիոնալության գնահատման արդյունքում, կարողացել ենք արդեն դարձնել պետական աջակցությամբ եւ քաղաքացիները անվճար ստանալու հնարավորություն ունեն։ Քաղաքացիների կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվում էր հաշմանդամության խմբերի տրամադրման վերաբերյալ հարցեր, այդ խնդիրը ներկայում կարելի է լուծված համարել եւ ինչ սկզբունքով ընթացակարգով են տրամադրվում կամ փոփոխվում այդ խմբերը։ Ներկայիս համակարգով այլևս հաշմանդամության խմբեր չեն սահմանվում է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան, թեթև, միջին, ծանր եւ խորը։ Խնդիրներ միշտ եղել են, սա կենթանի համակարգ է եւ այդ խնդիրները կան ու լինելու են։ Մենք բարբերաբար անդրադառնում ենք այդ խնդիրներին, խնդիրները մեզ հասնում են թե քաղաքացիների զանգերի միջոցով, թե դիմումների միջոցով։ Վերջերս նախարարությունը, առողջապահության նախարարության եւ տարբեր այլ գերատեսչությունների հետ մեծ իրազեկման արշավ կատարեցինք բոլոր մարզերում, հանդիպեցինք նաև ուղեգրող բժիշկներին, քաղաքացիներին եւ իրենցից բավականին խնդիրներ հավաքագրել ենք ու որոշները լուծել ենք, որոշները լուծման փուլի մեջ են։ Այդ խնդիրներից կառանձնացնեի օրինակ այն, որ երբ ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը առողջապահական մարմինը արմեդում ձևավորելուց հետո մերժվում էր, մերժման մասին ծանոթությունը ստանում էր միայն քաղաքացին, որը այդքան չէր տիրապետում, որտեղ այստեղ իրավաբանական տերմիններ էր, բժշկական տերմիններ եւ ինքը չէր հասկանում, թե ինչու է մերժվել իր դիմումը։ Հիմա այդ մերժումը գնում է նաեւ ուղեգրող բժշկին, ով կարողանում է արդեն առանց նույնիսկ քաղաքացու ներկանալու շտկել հարցերը, շտկել խնդիրները եւ ուղեգիրը ընդունվում է։ Սա մի խնդիր, որ լուծել ենք, նմանատիպ բազմաթիվ խնդիրներ։ Մեկ այլ խնդիր, որ անդադ բարձրաձայնում են քաղաքացիները, որոշ հարցեր տեխնիկական են կամ բովանդակային եւ երբ պարզաբանում ենք, պարզվում է, որ դա այնքան էլ խնդիր չէր։ Օրինակ, շատ բողոքում էին հեռախոսազանգերի հանդիպումների ժամանակ, որ իրենք ունեն հաշմանդամության խումբ անժամկետ, նախկին համակարգով ճանաչած, եւ հիմա եթե որևէ ծառայության կարիք ունեն, նոր ծառայության, ապա ստիպված են անցնել ֆունկցիոնալության գնահատում։ Օրինակ, երեք մի կին էր զանգել եւ բողոքում էր, որ իրեն անհրաժեշտ է սայլակ, քայլակ եւ նմանատիպ այլ աջակցող միջոցներ, բայց չեն տալիս, մերժում են, ասում են դու պետք է ֆունկցիոնալ գնահատում անցնես։ Երբ գործը ուսումնասիրում ենք, այդ կինը 2004 թվականից ուներ անժամկետ հաշմանդամություն լսողական խնդիրներով։ Եվ այսօր առանց գնահատելու անձին, տեսնելու նրա վիճակը, խնդիրը, ցուցել նմանատիպ աջակցող միջոցներ կարող են նույնիսկ ի վնաս իրեն լինել։ Այս դեպքում քաղաքացիները պիտի նորից անցնեն ֆունկցիոնալ գնահատում, բազմամասնագիտական թիմը պիտի գնահատի կարիքը եւ մշակի ծառայությունների անհատական ծրագիր։ Այս խնդիրը երբ պարզաբանում ենք, բոլորը կարծես թե դադարում են դրա մասին որպես խնդիր նայելու։ Խնդիրների մեծ մասը կապված է եղել ուղեգրման հետ։ Եվ այդ վերապատրաստումներ ենք ունեցել բժիշկների հետ, բավականին այստեղ արդեն լուծվել են այս հարցերը եւ մերժումները ուղեգրերի բավականին քչացել են։ Պետության կողմից ինչպիսի աջակցություն է ցուցաբերվում հաշմանդամություն ունեցող անձանց, նկատի ունեմ թե աջակցող միջոցները, թե ֆինանսական, իսկ մասնավորապես ֆինանսական
չափերը, ինչպիսի փոփոխություններ են կրել վերջին տարիներին։ Եթե վերջից գամ ֆինանսական չափերը 2020 թվականի համեմատ 2020-ից մինչև 25-26 թվականներին 3 անգամ աճել է ֆինանսավորման չափը, հետևաբար նաև ծառայություն ստացող շահառուների թիվը։ Աջակցող միջոցներն են ծրագրերից մեկը, որ նախարարության կողմից իրականացվում է, այսինքն հաշմանդամություն ունեցող անձինք եւ ոչ միայն հաշմանդամություն, այդ ցանկը բավականին մեծ է, իրավունք ունեն անվճար ստանալու աջակցող միջոցներ։ 20 թվականին բյուջեի չափը, պետական աջակցության չափը եղել է շուրջ 950 միլիոն, աջակցող միջոց են ստացել 12000 աջակցող միջոց է տրամադրվել։ 25 թվականին այդ բյուջեն դարձել է 2.5 միլիարդ, ծառայություն է ստացել ընդհանուր բյուջեն միայն աջակցող միջոցների բյուջեն նկատի ունեմ, 20 թվականի համեմատ 950 միլիոնից դարձել է 25-ին 2.5 միլիարդ։ 35000 շուրջ աջակցող միջոց է տրամադրվել։ 26-ին այդ թիվը շատ ավելի մեծ է, 3 միլիարդից ավել է, բայց սա դեռ փաստացի թիվ չէ, ընթացքի մեջ է 26-ը, դրա համար ես հաստատված բյուջեն եմ ներկայացնում 3 միլիարդից ավել է։ Ծառայություններից մյուսը, որ տրվում է եւ նոր կարելի է համարել, անձնական օգնականի ծառայությունն է, որ տրամադրվում է 2024 թվականից, սա եւս ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված հարցերից է, երբ թիմը ցուցել էր նման ծառայություն, որ մենք դեռևս չունենք մինչև 24 թվականը, եւ այդ համակարգի վերլուծությամբ էր, որ 24 թվականից մենք անձնական օգնականի ծառայություններ դրեցինք։ 24 թվականին հատկացվեց 151 միլիոն դրամ բյուջեի այս ծրագրի համար պետական բյուջեից եւ 24 թվականին ծառայություններ ստանում 100 մարդ։ 25-ին այս սա եւս ավելացվեց 242 կամ 3 միլիոն դրամ է հատկացվել 25 թվականին եւ ծառայություն ստացողների թիվը մոտ 215 է։ Մյուս ծառայությունը, որ ունենք եւ նոր ներդրվեց 25 թվականից, հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայությունն է։ Քանի որ անձնական օգնականի դեպքում ծառայությունը տրամադրվում էր 15 տարեկանից բարձր անձանց, մենք երեխաների դեպքում տնային ծառայությունը ներդրեցինք, սրանք որակապես իրարից տարբերվող ծառայություններ են, բայց երկուսն են շատ կարևոր։ Տնային խնամքի համար 25 թվականին եւ 26-ին տրամադրվել է 100 միլիոն դրամ, 170 երեխա է ծառայություն ստանում, բայց տնային խնամք ստանում են նաեւ 18+ տարեկան մարդիկ, շուրջ 1400 մարդ հանրապետության բոլոր մարզերում տնային խնամքի ծառայություն է ստանում։ Ծառայություններից կուզեի նաև առանձնացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց սոցիալ վերականգնողական ծառայությունները, սա կույր մարդկանց համար ծառայություն է եւ սովորեցնում են ինքնուրույն անկախ ապրել կույր մարդկանց, ինքնուրույն տնից դուրս գալ, առևտուր անել, փողոց անցնել, շփվել, հաղորդակցվել մարդկանց հետ եւ այլ եւ այլ։ 11 միլիոն դրամ է հատկացվում, 30 շահառու տարեկան օգտվում է այս ծրագրից։ Ծառայություններից ունենք նաև սոցիալ վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում, այստեղ 230 միլիոնի չափ գումար է հատկացվում, շուրջ 445-450 շահառու օգտվում է ցերեկային ծառայություններից։ Ապա ինստիտուցիոնալացման քաղաքականության արդյունքում մեր ծրագրերից է նաև համայնքային փոքր տների ստեղծումը, երբ խոշոր հաստատությունների փոխարեն, օրինակ 400 եւ ավել հաստատություններ, բնակիչ ունեցող հաստատությունների փոխարեն ստեղծվում են համայնքային փոքր տներ, որտեղ առավելագույնը կարող են ապրել 16 բնակիչ։ Եվ իրենց համար բոլոր պայմանները ապահովված են, որ իրենք ընտանեկան տիպով ապրեն, ընտանիքի պես։ Իրենք են որոշում ինչպես առօրյան կենցաղը կազմակերպել, առօրյան կազմակերպել, ինչ պատրաստել, ինչ եփել, բոլորը միասին ընտանիքի տիպով ապրում են։ Այս միջոցառման համար բյուջեից հատկացվում է շուրջ 245 միլիոն դրամ, ունենք 6 փոքր համայնքային տուն, որոնք գործում են, եւս 3-ը, մեկը այս տարի շահագործվեց Ակնաշենի փոքր տունը, որը առաջին էր, որ պետական միջոցներով կառուցվեց, իհարկե մեզ շատ օգնեց Իզմիրլյան հիմնադրամը, բայց սա պետական գույք է, առաջին անգամ, որ համայնքային փոքր
տունը որպես պետական գույք անհատույց փոխհատուցման հիմքով տրվել է հասարակական կազմակերպությանը այդտեղ ծառայություն մատուցելու համար։ Եվ եւս երկուսը առաջիկա 1-2 տարվա մեջ նախատեսվում է եւս ունենալ։ Սա բավականին հետաքրքիր ծառայություն է, որտեղ իսկապես հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ հոգեկան կամ մտավոր խնդիրներով մարդիկ հիմնականում այդ մարդիկ են ապրում այս բնակարաններում, կարողանում են ապրել համայնքում, համայնքից չկտրված, օգտվել համայնքի բոլոր ծառայություններից եւ իրենց զգալ որպես համայնքի անդամ։ Ինչ աշխատանքներ եւ ծրագրեր են նախատեսվում ոլորտում, Տիկին Հակոբյան։ Անելիքներ շատ ունենք, բայց կուզեի առանձնացնել մի քանիսը։ Առաջինը կուզեի խոսել անկախ կյանքի կենտրոնի մասին։ Արմավիրի մարզում կառուցվում է անկախ կյանքի կենտրոն, որը նույնպես պետական աջակցությամբ առաջինն է նմանատիպ կենտրոն ունենալը։ Սա բազմաֆունկցիոնալ մի կառույց է, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կստանան բոլոր այն ծառայությունները, որի կարիքն ունեն։ Շենքի կառուցումը հավանաբար այս տարի կավարտվի եւ մեծ թիմ է նախարարության հետ աշխատել, որպեսզի կենտրոնը ոչ միայն շինարարական իր լուծումներով մատչելի լինի հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժման համար, այլ նաեւ կահավորման, գունային գամմաների, մասնագետների ընտրության հարցերը այնպիսին լինեն, որ հաշմանդամություն ունեցող անձի հետ աշխատի մասնագիտական ճիշտ թիմ։ Բացի մասնագիտական այս աշխատակազմից կենտրոնում նախատեսել ենք ունենալ այսպես կոչված անցումային բնակարաններ, որտեղ կապրեն հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով մարդիկ եւ մասնագետները կսովորեցնեն իրենց ինքնուրույն կենցաղավարել։ Անկախ նրանից վերին վերջույթի բացակայություն կա կամ մտավոր խնդիրներով չեն կարողանում կազմակերպել կենցաղը, մասնագետները կսովորեցնեն ամբողջովին ինքնուրույն, որքան հնարավոր է ինքնուրույն կենցաղավարել, շարժվել, օգտվել տարբեր կենցաղային հարցերի լուծմանը կարողանան մասնակցել եւ շատ բան կարելի անկախ կենտրոնի մասին ասել, բայց սպասենք թող կենտրոնը գործարկվի։ Որքան համար է նախատեսված եւ գործարկումը երբ է նախատեսվում։ Գործարկումը նախատեսվում է 27 թվականի հենց սկզբից հունվարից կսկսենք գործարկել։ Բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, հնարավորինս արագացնում ենք, որպեսզի կարողանանք գործարկումը ապահովել։ Քաղաքաշինության կոմիտեն հավաստիացրել է, որ այս տարվա սեպտեմբերին շինարարությունը կավարտվի, դրանից հետո կսկսվեն կահավորման աշխատանքները, մասնագիտական աշխատակազմի ձևավորման աշխատանքները։ Միգուցե մրցույթ հայտարարվի մրցութային ձևով, այսինքն ճկուն է գործարկումը թողնված, կարող է լինել եւ որպես ՊՕԱ, կարող է լինել եւ հասարակական կազմակերպությունների կողմից, կարող է լինել նաեւ մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունների կողմից, որպես անհատույց տրամադրված շենք-շինություն։ Ամեն ինչ անում ենք, որ 27 թվականի հունվարից գործարկումը արդեն լինի։ Այն ծառայելու է ամբողջ հանրապետությանը։ Այո, սահմանափակում չունենք, պարզապես այս մի կենտրոնը մեծամորում է գտնվում եւ եթե շահառուների համար խնդիր չի հեռու վայրերից գալ, ապա սահմանափակում չունենք, որ կարող են իրենք այդտեղ ծառայություն ստանալ։ Տեսլականում ունենք բոլոր մարզերում ունենալ նմանատիպ կենտրոններ, բայց դեռևս այս մասին չեմ ուզում խոսել, քանի որ բյուջետային հայտը քննարկման փուլում է եւ վերջնական դեռևս արդյունքները չկան, ես կարող եմ այդ մասին խոսել միայն բյուջեի հաստատումից հետո։ Հաջորդ աշխատանքները, որ հիմա ընթացքի մեջ են արվում են նախարարության կողմից, դա հաշմանդամություն ունեցող անձանց հավելյալ ծախսերի հաշվարկն է։ Մենք մեծ հետազոտություն եւ աշխատանքներ ենք արել, որպեսզի գնահատենք, թե հաշմանդամություն ունեցող անձինք թե հենաշարժական խնդիրներով, տեսողական խնդիր, լսողական եւ այլն տարբեր խնդիրներով մարդիկ ընդհանրապես ինչ ծառայությունների փաթեթի կարիք ունեն, որպեսզի կարողանան ամբողջովին ներառվել հասարակական կյանք։ Եվ հաշվարկվում է, թե որքանն է, որ այսօր իրենք ստանում են պետական աջակցությամբ եւ որքանն է, որ դեռևս ծրագրային ապահովներ չկան պետական աջակցությամբ եւ
Այն ծառայությունները, որոնք իրենք չեն ստանում, հաշվարկվում է որպես հավելյալ ծախս, դա կտրամադրվի հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, բավականին դժվար աշխատանք է, մեծ դաշտային աշխատանքներ է պահանջում, բայց հույս ունենք, որ սա էլ մինչև տարեվերջ ավարտին կհասցնենք եւ արդեն իրավական հիմք կտանք բոլոր այս աշխատանքներին։ Այսինքն դրանից հետո կրկին նախատեսվում է պետական աջակցությամբ լուծել այդ խնդիրը։ Այո, պետական աջակցությամբ հավելյալ ծախսերը փոխհատուցել հաշմանդամություն ունեցող մարդկանց կամ ծառայությունները ավելացնել, որոնք անվճար կտրամադրվեն։ Կան այլ աշխատանքներ Տիկին Հակոբյան, թե այսքանով ռեժիմ սահմանափակվում է։ Կան իհարկե, ներկա պահին մշակման փուլում է ապա ինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզը։ Եվ դրա ավարտից հետո մենք կունենանք հստակ գործողությունների պլան, թե ինչպես պիտի մենք մեծ փոփոխություններ կատարենք այս ոլորտում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք խոշոր հաստատություններից տեղափոխվեն համայնքային ծառայությունների եւ ապրեն իրենց համայնքներում։ Սա էլ շատ կարեւոր աշխատանք է եւ կոնկրետ լուծումներ կտանք, թե ինչպիսի ծառայություններ մարդը պիտի ստանա, այսինքն երկու մասից է այս քարտեզը բաղկացած լինելու այս աշխատանքները կանխարգելում, այսինքն ինչպիսի ծառայություններ են պետք մարդուն, որ ինքը մնա իր ընտանիքում, իր համայնքում։ Եվ ծառայություններ, որ խոշոր հաստատություններից տեղափոխելու դեպքում ինչ պետք է ունենալ, որ իրենք ապրեն կամ ընտանիքում, կամ համայնքային ծառայություններից գոնե օգտվեն, կամ փոքր խմբային տներում եւ այլ եւ այլ։ Երկու ուղղությամբ այս աշխատանքները կիրականացվեն, երբ որ մենք ճանապարհային քարտեզը կունենանք։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, մեր տաղավարում հյուրընկալվելու եւ այսպես հանգամանալից թեման ներկայացնելու համար։ Ձեր աշխատանքում հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք մեզ հաջողություններ մաղթում։ Հարգելի հետևորդներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի թեմայի շուրջ զրուցեցինք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։